6 և 36 կոտորակ 11 ընտրական տեղամասերի վերաբերյալ։ Պատկերացրեք ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը, որը հրապարակված է ԿԸՀ կայքում։ Այնտեղ ուղիղ գրված է, որ այդ ընտրական տեղամասի հանձնաժողովի 2 անդամ պետք է իր կարգավիճակից զրկվի։ Այսինքն ինչա չէ ուրեմն տեղի ունեցել այդ ընտրական տեղամասում, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գտնում է, որ անդամների կարգավիճակը պետք է դադարեցվի հանձնաժողովի, բայց ընտրության արդյունքները անվավեր չեն ճանաչվում։ ԿԸՀ-ն որևէ միջոց չի ձեռնարկում։ Մենք իդեպ այդպիսի ընտրական տեղամասերի վերաբերյալ տվյալներ ունենք բազմաթիվ, ներկայացրել ենք Սահմանադրական դատարանին։ Եվ ամփոփելով խոսքս, Սահմանադրական դատարանի մասին։ Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ և պետք է լինի անվախ և պետք է ունենա քաղաքական չեզոքություն։ Արդյոք Սահմանադրական դատարանը այս 3 չափանիշներին համապատասխանում է, թե ոչ, չի համապատասխանում։ Արդյոք 2 դատավորների մասնակցության անհնարինությունը կարևոր էր, այո կարևոր էր։ Արդյոք տիկին Սեդա Սաֆարյանը կարող է մասնակցել այս գործընթացին, թե ոչ, ակնհայտ է, որ ոչ։ Դիմել եմ Սահմանադրական դատարանին հետևյալ հարցադրմամբ։ Հունիսի 21-ին քննարկվել է տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը։ Ըստ որոշման բավարար ձայներ չեն հավաքվել։ 2/3-ը պետք է լինի, կազմի, որ դատավորի մասնակցության անհնարինությունը հաստատվի։ Ես ունեմ իմ վարկածը, թե ինչի համար ձայները բավարար չեն հավաքվել։ Այդ վարկածը կներկայացնեմ Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանը ունի բոլոր հիմքերը ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, որին հաջորդում է թվով 3 որոշման հնարավորություն։ Ընտրության արդյունքները անվավեր ճանաչել, նշանակել երկրորդ փուլ, սահմանել մանդատների պաշտման կարգ։ Սա իսկապես բացառիկ ընտրություններ են, որ 3 որոշումներն էլ կյանքի իրավունք ունեն։ Իհարկե դրանք կամ տրամաբանությամբ են, բայց սա իսկապես չակերտներում աննախադեպ ընտրություն էր, որի ելքը իսկապես ակնհայտ է։ Քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել այս ընտրություններում։ Իդեպ միջազգային փորձում որ նայեք, եթե մի ուժ 50 գումարած 1 ձայն չի հավաքում, դա նշանակում է, որ չի հաղթել։ Հայաստանում ձայների փոշիացման շնորհիվ, այո, հնարավոր է իբրև արձանագրել ընտրություններում արդյունք։ Բայց Սահմանադրական դատարանը թող այս հարցն էլ գնահատի։ Այսքանը շնորհակալություն սիրով։ Պարոն Վարդանյան, նախ ասում եք